Ողջունում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, ընկերներ։ Իդեպ ուզում եմ ասել, որ քիչ առաջ կաթողիկոսանիստ քաղաքի դատարանի դատավորը հրաժարվեց մասը դառնալ այս ամոթալ իրադարձության եւ ինքնաբացարկ հայտնեց կաթողիկոսի ու մնացած 6 սրբազաններին դատելու process-ից։ Ուզում եմ անդրադառնալ նախորդ օրերին այստեղ հնչած մի քանի ռեպլիկների, այսօրվա ելույթներից մեկում հարգելի պատգամավորից մեկը ասեց, որ այդ ինչպես է ստացվում, որ գաղափարական նման տարաձայնությունների խորը անհաշտության մթնոլորտում Արամ Վարդևանյանը ցանկանում է մեզ մոտ աշխատել ԱԺ փոխնախագահ։ ԱԺ-ն կներեք ոչ ձերն է, ոչ մերն է, մենք բոլորս ժամանակավոր մարդիկ ենք այս շենքում եւ այս շենքի որևէ բացասական կամ դրական ասոցիացիաներ ցավոք կախված չի, ու բացասականներից մեկը կախված է նորանկախ Հայաստանի պատմության հետ, դա 99 թվականի հոկտեմբերի 27-ն է, բայց ցավոք դրական բոլոր ասոցիացիաները այս շենքի հետ դեռևս որ կապվում են ցավալիորեն խորհրդային ժամանակաշրջանի ամենահայտնի ղեկավարներից մեկի հետ, ասում են այս շենքում Դեմիրճյանն է նստել, այսինքն ազգային ժողովում չկա ինչ-որ մի երևելի իշխանություն նախորդ այսօրվա ժամանակաշրջանի, որ դրականորեն ազգային ժողովի ասոցիացիաները կապվի իր հետ։ Հետևաբար ես արդեն ասեցի։ Հետևաբար չի կարելի, իշխանությունը ձերն է, կառավարությունը ձերն է, բայց հաստատությունները ոչ մեկինս չեն, հաստատությունները Հայաստանի Հանրապետությանն են, ինչպես նաև դատարանները, իրավապահ մարմինները, դատախազությունը ու այդ թվում նաև ազգային ժողովը, հետևաբար այդ ասոցիացիաները, որ մեր մոտ ազգային ժողովի փոխնախագահ աշխատելը տեղին չէ։ Ազգային ժողովի փոխնախագահի փոխոսնակի կամ նախագահի տեղակալի 3-րդ պաշտոնը սահմանադրությամբ, սահմանադրական օրենքներով ամրագրված իրավունք է, որ իր հետ նաև ենթադրում է պարտավորություն, այն է ընդդիմադիր զանգվածի, ընդդիմադիր ընտրողների ներկայացությունը ազգային ժողովի ղեկավար մարմնում։ Ինչ վերաբերում է Արամ Վարդևանյանի թեկնածությանը։ Բնականաբար այստեղ շատ խոսվեց Արամ Վարդևանյանի մարդկային, մասնագիտական որակների, նրա ճանաչելիության եւ ընդհանրապես իր հետ կապվող այս կողմից դրական, մյուս կողմից մի քիչ բացասական արձագանքների մասին, ուղղակի որպես նաեւ իրավաբան կարող եմ ասել, որ Արամ Վարդևանյանի ներկայացվածությունը ԱԺ նախագահությունում հաստատ բացասական ազդեցություն չի ունենալու ազգային ժողովի նախագահության ու ընդհանրապես ազգային ժողովի աշխատանքների որակի վրա, ընդհակառակը տարբեր ձևաչափերում կարող է ունենալ նաև որպես գրագետ իրավաբան, որպես հանրային գործիչ նաև նրա մասնագիտական խորհուրդները կամ մասնագիտական կարողությունները։ Հետևաբար այս պահը, որ մեր իշխանական գործընկերները սա դիտում են որպես թե իրենց մոտ հերթական աշխատանքի ընդունվելու փորձը, դա այդքան էլ այդպես չի, դա մեր կողմից դեռևս գործող, ընդունված, ընկալելի սահմանադրությամբ սահմանված նորմ է։ Ինչ վերաբերում է փաստաբանին որակավորում տալուն, թե փաստաբանը կարող է լինել սատանայի փաստաբան, ինչպես մեր գործընկերը նշեց դրամատիկական ֆիլմերից մեջբերումներ անելով, փաստաբանը եւ բժիշկը հաճախ նաև կարող են ցանկացած մարդու, իդեպ ասեմ, հաստատ Արամ Վարդևանյանի մարդկային որակները այնքան շատ են, որ Աստված մի արասցե, եթե հետագայում ձեզանից որևէ մեկին պետք գա փաստաբանական օգնություն, Արամ Վարդևանյանը հաստատ կտրամադրի, ես գրեթե չեմ կասկածում, որովհետև մենք նաև տեսել ենք փաստաբանական մեծ տրանսֆորմացիաներ, մարդիկ, ովքեր որ ժամանակին պաշտպանել են Նիկոլ Փաշինյանին, այսօր անհամատեղելիության, քաղաքական անհամատեղելիության մեջ են գտնվում նրա հետ։
Այստեղ մեր հարգարժան ընկերներից մեզ վերջի օրերին, քանի որ մենք նոր ուժ ենք, մեզ նաև խորհուրդներ են տալիս, այսպես արեք, այնպես արեք, մի դասախոսական որակի խոստումներ, մենք իհարկե լսում ենք բոլորիդ խորհուրդները, բայց գրեթե համոզված ենք, որ հաստատ դուք մեր լավը չեք ուզում այստեղ հաջողելու համար, որպեսզի մենք խորհուրդները ընդունենք, բայց ամեն դեպքում լսում անցնում ենք առաջ։ Իհարկե նաև, որը որ օգտակար եւ առողջ է, մենք կոնկրետ ես այնքան մեծամիտ չեմ, որ խորհուրդ չընդունեմ։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, մեր ինքնիշխանության ու սահմանների ճանաչմանը։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայտարարում եմ, որ ինձ համար կարմիր գիծ է եւ լրիվ ընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու նրա տարածքային ամբողջականությունը։ Մենք այստեղ հաճախ մաթեմատիկական ինչ-որ գործողություններ ենք միմյանց ու ժողովրդի լեզվով ասած դեմ տալիս։ Ես ուղղակի դրա իմաստը չեմ հասկանում, ասենք 29743, բաուր սահմանազատման, սահմանագծման ընթացքում պարզվի, որ 745 է, ինչ ենք անելու։ Հետևաբար իմ կարծիքով դա այնքան էլ պատեհ չէ, որ հենց ինչ-որ մի հատ թվի վրա կանգնենք եւ այդ թիվը ինչ է, ենթադրենք ես ընդունեցի, որ 29743 կիլոմետր է, ու ինչ, դա դոգմա է, չէ, ավելանալու դեպքում էլ է դոգմա, չէ, միջազգայնորենում չկա, ես նույնիսկ, ով էր խորհուրդ տալիս, ես գուգլեցի և տվեց բանը, մոտավորապես 29743, չտվեց կոնկրետ այսքան, հետևաբար ես ամենևին չեմ ուզում ոչ վիճարկել այդ թիվ թվաբանությունը, ուղղակի քանի որ մենք գտնվում ենք սահմանագծման, սահմանազատման պրոցեսում, չգիտեմ, այդ թիվը կամ այդ քարտեզ ով է Հայաստանի Հանրապետության քարտեզից խուսափում, ուղղակի դա ինչ-որ մենք դարձրել ենք ակցիա, այդ ակցիայի իմաստը անկեղծ ասած չեմ հասկանում, եթե ինչ-որ մեկ ինձ բացատրի, գուցեև նաև հասկանամ։ Այստեղ խոսվեց Ռուսաստանի քաղաքացիների այս կողմ ուղղորդելու մասին, այսինքն տարբեր շրջանառվող լուրերի համաձայն վերագրվելիք, այսպես ասած, կանխակալ վերաբերմունքով ուժեղ Հայաստանը կարծես թե ըստ շրջանառվող լուրերի ինչ-որ բազմահազար մեր քաղաքացիների կամ չգիտեմ ռուսների եւ այլնի օգնությամբ ուղղորդել այստեղ, ես նայել եմ համեմատական մարդկային շարժի թիվ թվաբանությունը եւ Հայաստանի Հանրապետություն այդ ընթացքում գրեթե աննշան մարդկային հոսքի տարբերություն է եղել, այսինքն որևէ էական մարդկային հոսք համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ այստեղ չի եղել ու անընդհատ գանք այդ ռուսամետության, արևմտամետության գաղափարները մեկս մյուսից վերագրելով ինչ-որ ռեպլիկներ տարածենք, կներեք, բերեք մտնենք հայկականության ռեժիմի մեջ ու հասկանանք ինչ է նշանակում ինչ-որ մի բանի մետ։ Ես հայամետությունը համարում եմ բացարձակ արժեք եւ ես համաձայն եմ ցանկացած այն իրավիճակի, որ Հայաստանի Հանրապետությունը կգնա այդ ուղղությամբ ու Հայաստանի Հանրապետությանը դա կբերի անվտանգություն, ֆունդամենտալ ինստիտուցիոնալ խաղաղություն եւ երկրին բարեկեցություն։ Իսկ ով է այն հայը, որ կարող է հրաժարվել այդ գաղափարից եւ ինչ-որ մետության գաղափարների մեջ իրեն գցել եւ դուրս չգալ այդ գաղափարներից։ Եվ վերջաբանի փոխարեն ասեմ, մենք հասկանում ենք, որ ցանկացած ընտրություն մեծամասնության որոշելիքի սահմաններում դա քաղաքական կամքի դրսևորում է։ Հետևաբար մեր այս դեբատները, Արամ Վարդևանյանի նկատմամբ մեր, չգիտեմ, պատկերացումները, ներկայացվելիքը ամենևին այստեղ չի որոշվում, դա քաղաքական ձեր կամքի արտահայտության միջոցը պիտի լինի, հետևաբար այս դեբատները մասնակցում ենք, չենք մասնակցում, մենք հատուկ այսօրվա ակցիան, որը որ իդեպ մենք մնացինք այստեղ, որպեսզի ազգային ժողովի աշխատանքների խաթարում չլինի, իսկ մեր մյուս գործընկերները, ովքեր ելույթ չունեցին, ուղղակի ուխտի նման գնացին ուխտագնացության, որպեսզի ներկա լինեն էջմիածնում դատավարությանը։ Մնացածը թողնում եմ ձեր հայեցողությանը,
Այնպես որ ուղղակի որպես մարդ, որպես իրավաբան ես ասում եմ Արամ Վարդևանյանի ներկայացվածությունը ԱԺ նախագահությունում ընդամենը պատիվ ու որակ կբերի եւ կփողլրացնի միմյանց նկատմամբ ունեցած աշխատանքային հարաբերությունները։ Շնորհակալություն։ Պարոն Ասլանյան, քանի որ դուք կրկին